Խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նիստում լսել են նավթային ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել են վարելիքի շուկայի կառուցվածքը, գնագոյացման շղթան եւ ոլորտի գործառնական գործընթացները։ Հանդիպմանը հրավիրված Գոլֆ Ջորջիայի, Վիսոլ գրուպի, Ռոմպետրոլ Ջորջիայի, Սոկար Ջորջիա Պետրոլիումի, Լուկոյլ Ջորջիայի, Կոնեկտ Ջորջիայի եւ Վրաստանի նավթամթերք ներմուծող միության ներկայացուցիչները մանրամասն տեղեկատվություն են տրամադրել եւ քննարկել են կապիտալ եւ շահագործման ծախսերը, ինչպես նաեւ բյուջետային հարկերը։ Ինչպես նշել են վերջիններս, Վրաստանը նավթամթերքի ներմուծող է, հետևաբար վարելիքի գները կապված են միջազգային շուկայում տեղի ունեցող գործընթացների հետ։ Ընկերությունների ներկայացուցիչների խոսքով երկիր ներմուծվող ապրանքները ներմուծելիս վարելիքի գնին ավելանում են Վրաստանի օրենսդրությամբ սահմանված հարկերը, լոգիստիկայի, բաշխման եւ բանկային ծառայությունների ծախսերը։ Արդյունքում բոլոր ծախսերը հաշվի առնելով ընկերությունների զուտ շահույթը հասնում է 2.5-ից 3%-ի։ Նշենք, Վրաստանի խորհրդարանի սննդի, դեղորայքի եւ վարելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը իր եզրակացությունը կներկայացնի մայիսի 1-ին։ Այսօր Վրաստանի պաշտպանության ուժերի 35-րդ ամյակն է։ Ավանդաբար հանդիսավոր միջոցառումը նշվել է Վազյանի ռազմաբազայում։ 35 տարի առաջ 1991 թվականի ապրիլի 30-ին Թբիլիսիում անցկացվեց առաջին շքերթը։ Այսօր հանդիսավոր միջոցառման ժամանակ Վրաստանի նախագահ, վարչապետը, խորհրդարանի նախագահը եւ պաշտպանության նախարարը ելույթներ ունեցան եւ խոսեցին վրացական բանակի կարեւորության եւ հաջողությունների մասին։ Այսօր դուք այն ուժն եք, որը պատրաստ է ցանկացած պահի պաշտպանել պետության եւ քաղաքացիների անվտանգությունը։ Ձեր հավատարմությունն ու անսահմանությունը արժանի են վրաց ժողովրդի հատուկ սիրուն։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Մեր բանակը միշտ եղել է եւ մնում է Վրաստանի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության գլխավոր երաշխավորը։ Ստեղծումից ի վեր պաշտպանության ուժերը յուրաքանչյուր մարտում արժանապատվերոն են պահել իրենց, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձան։ Վրաստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Սաիդ բին Մուբարակ Ալ-Հաջիրի հետ։ Քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում բարեկամական հարաբերություններն ու սերտ համագործակցությունը։ Շեշտադրվել է բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան։ Նշվել է նաև Վրաստանում իրականացվող եւ իրականացվելիք ներդրումային ծրագրերը, նախագծերը եւ նրանց կարեւորությունը։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող գործընթացները եւ Վրաստանի հետ գործընկերությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համատեքստում։ Վրաստանի արտգործնախարար փոխվարչապետ Մակա Բոջորիշվիլին առաջին ալիքի եթերում խոսել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների եւ դրանց վերականգնման սպասումների մասին։ Դիվանագետը դրական է գնահատում երկրների միջև ընթացող գործընթացները։ Նախարարի խոսքով մայիսին Վրաստան կժամանի ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Թրամփի վարչակազմի դրական վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով Ռուսաստանի նախագահի եւ Ամերիկայի գործընկերոջ միջև զրույցը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Միևնույն ժամանակ տեղեկություններ ենք ստանում, որ առաջնորդները քննարկել են ընթացիկ պատերազմը, որտեղ ռուսական կողմը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնականը, Պուտինը Թրամփին ասել է, որ Իրանի տարածքում ցամաքային գործողության մեկնարկը կլիներ լիովին անընդունելի եւ վտանգավոր։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ սա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների միջև տեղի ունեցած 12-րդ հեռախոսազրույցն է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը 2025 թվականի սկզբին վերադարձավ Սպիտակ տուն։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոերի եւ Ջարեդ Քուշների
Պակիստան կատարած այցը չեղարկելուց հետո Իրանի հետ հեռախոսով բանակցություններ են ընթանում։ Դոնալդ Թրամփը նշել է, որ իրավիճակից է կախված, թե արդյոք նոր հարվածներ անհրաժեշտ կլինեն, թե ոչ։ Նա ասում է, որ Իրանի հրթիռային արտադրության օբյեկտների մոտ 80% արդեն ոչնչացվել է, եւ եթե համաձայնության չհասնեն, մնացածը արագ կոչնչացվի նույնպես։ Ինչ վերաբերում է Իրանի դեմ շրջափակմանը, Թրամփը նշել է, որ այն շատ արդյունավետ է գործում, չնայած չի նշել, որ որքան կտևի, ինչպես նախկինում հայտարարել է, շրջափակումը կշարունակվի մինչև երկրի հետ միջազգային համաձայնագրի կնքումը։ Գլոբալ մասշտաբով նավթի գները աճում են։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն Brent Hum նավթի գինը, որը գլխավոր համաշխարհային չափանիշ է, աճել է 12%-ով եւ գերազանցում է $125 մեկ բարելի համար։ ԱՄՆ-ի Hum նավթի գինը աճել է ավելի քան 3%-ով եւ գերազանցել $110 մեկ բարելի համար։ 2026 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի տնտեսությունը աճել է 10.7%-ով, իսկ առաջին եռամսյակում միջին իրական աճը կազմել է 9.1%։ Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Տնտեսության աճին զգալիորեն ներդրում են ունեցել արտադրության, տեղեկատվության եւ կապի, հանքարդյունաբերության, շինարարության, տրանսպորտ եւ պահեստավորման ոլորտները։ Նվազման միտում է նկատվել վարչական եւ օժանդակ ծառայությունների, ինչպես նաեւ հյուրանոցների եւ ռեստորանների ոլորտներում։ Վրաստանի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցագրով հետախուզվող 2 անձի։ Ձերբակալվածներից մեկը հետախուզվում է Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ հրազենով սպառնալիքի մեղադրանքով, իսկ մյուսը դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Մեղադրյալները անօրինական կերպով հատել են Վրաստանի սահմանը, թաքնվել են գցասայլակում։ Հանցագործությունը նախատեսում է 5 տարի ժամկետով ազատազրկում։ Ծխնեթի Ամիր Ախվալի փողոցում իրականացվում է 2 ենթակառուցվածքային նախագծեր։ 23 համարի մոտ 1 հեկտար տարածքում կառուցվում է հանգստի գոտի, նախատեսվում է նաև շրջակա տարածքում 1 կիլոմետր ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում։ Նախագծի շրջանակներում կանաչ տարածքում կկառուցվի 2 մանկական խաղահրապարակ, ինչպես նաև ֆիթնես գոտիներ։